Գենդեր Party-ին շաքի ջրվեժում որ մեզ էլի գրում էին կարճ ասեն կարի էլի։ Դե ինչ ասես այդտեղ, ժողովրդի հերթական անգրագետ մոտեցումը անշնորհակալ բնությանը, անշնորհակալ մոտեցումը մեր բնությանը եւ մեր արժե համակարգային խնդիր է։ Իրականում ես ասեմ ձեզ, ես ոչ մի տիպի, ես ոչ մեկի չեմ ուզում ոչ թիրախավորեմ, ոչ ման չեմ ճանաչում այդ մարդկանց, այն ասին 6 միլիոն տուգանել են, բայց պատկերացրեք էլի, ասենք, օրը չեմ կարող ես հասկանամ։ Պրոստես գիտեք որտեղից է գալիս ժողովուրդ ջան, այս գալիս է շաքի ջրվեժում Gender Party անել, որ ասենք, որը ոնց կարելի, լավ օքեյ, բայց գալիս է օրինակ Գառնիի տաճարում Նիկոլեն ծարած պարտիներից։ Եթե թույլ չտայի նորմալություն չլներ այդ, ասենք անկեղծ եմ ասում, երթվում եմ, նախ ես Gender Party-ին չեմ հասկանում, ինչ են անում մարդիկ, որտեվ կա դրա ավելի ոչ հուզական եւ ոչ այդքան դրամատիզացված հնարավորություն, էլի գնալ բժշկի կնոջ հետ։ Դետի շոու չէ, ախպեր, դու չես ջոգում, կայֆը շոուն է։ Okay, ես հին եմ երևի, ամենայն դեպս ես երբեք Gender Party երկու երեխա եմ ունեցել չեմ արել, ապագայում հաստատ նես չորես էլի եմ երեխա ունենալու ու վստահ եմ էլի չեմ անելու Gender Party, բայց ուր մնաց անեմ ու անեմ շաքի ջրվեժում։ Ասենք մեկը դրել էր ձեռ էին առնում ապե, մեկը դրել էր ատոմակայանի այն բաները, մեջից sense կարմիր ծուխերելուն գրել էր էսի իմ երեխու Gender Party-ն ալնելու բան, բայց ժողովուրդ ջան, իրոք արժե համակարգային կրիզիս է։ Ասենք լավ մարդը ինչքան պետք է իրան համարի, չգիտեմ, ոնց էլի ես ուզում եմ պատկաստ ունենք, ես ենթադրենք ես սիրում եմ Gender Party-ն։ Սիրում եմ դրամատիզացնել, կնոջս ուրախացնել, բարեկամներից հուզմունք պատճառել, շոու անել, թութու լավային էլ կանչեմ ասեմ արի, նկարի մի հատ ինչ-որ ֆինանսական բան խաղարկի, ասում արի չինգա չունգանանք, եթե դու ես անում 3 հատ պպզում ես, եթե ես $2 եմ տալի, օքեյ, սաղ անում եմ։ Արի մի հատ պատկաստենք, որ պարագայում ես ինչ պիտի համարել որ գնայի շաքի ջրվեժը արունոտ է ախպեր շակերտավոր։ Ես լրիվ սրա այդ հոգեբանական մասը Դավայ։ Այս մարդ սովորական մենք գիտենք որ առասարակ ցավոք մեր հասարակության մեջ բնության հանդեպ վերաբերմունքը խայտարակ ցածր է, այդ մշակույթը չունենք։ Ռուսներեն եկել են սաղոր ձորից ձոր գնում բաներ են հավաքում։ Ես հիշում եմ մենք որ փոքր ժամանակ գնում էինք էքսկուրսիայի մեզ ասում էին հավաքեք, բայց մարդիկ կային որ դեռ թափում էին։ Այդ սկսած տարական որոշ մի քիչ սոտեկի այդ դեգրադացիայից դուրս ենք եկել, գոնե սեմուշկա չրթելու այդ բանը ամեն քայլին էդի գոնե դուրս է եկել։ Բայց ամեն դեպքում հերո ենք ինչ որ ցիվիլ վիճակից, հերո ենք խնամք օգտարություն ցույց տալուց։ Հերո ենք Արցախի Ստեփանակերտից, հա, այնտեղ օրինակ առաջի բաներից որ աչքեր ծակում այդ մակրություններ։ Տենց է օրինակ նաև եթե դու չես եղել կարծում Մինսկում եղել ես։ Տենց է նաև Մինսկը։ Ես զարմացել եմ որ ասենք մի հատ բիչոկ բան մեր մոտ այդ մեքենայից մի բան շպրտել։ Ես այդ սոճում եմ տեսել անկեղծ։ Սիգարետ ցել։ Ռուսների մեջ առասարակ այդ մշակույթը կա, մեզանում ցավոք ու նաև ոնց է։ Քանի որ գլոբալ առումով այդ արժանամակարգի այդ մշակույթը մեզանում կաղում է։ Ոնց է մտածում սովորական մարդու մոտ այդ մշակույթը չկա։ Ասում ախպեր օրինակ կայֆ կլներ, չէ՞։ Գետը սենց գույն տար ու այդ գետի գույնը ազդարարեր իմ երեխու սերը ինչ էֆեկտ կլներ սյոմը շնի գժական կինս ոնց բան կաներ այս դեպքում նայ կարա չէ միտքը կարա տեղ գտնի մարդու մոտ նաև բավականին ցիվիլ մարդու մոտ տեսականորեն բայց ցիվիլ մարդու մոտ միանգամից պետքա գա բլոկ համակարգը հա այդ արգելափակման համակարգը որ ընկեր սա բնության կարևոր մասա որը անկախ նրանից թե ինչով էս ներկում, դա պրոբլեմ է, եթե նույնիսկ հիմա նոր պետք է հետ իրանք ուսումնասիրեն, հասկանան ինչ ջրային այդ ռեսուրսի բաղադրության խնդիր կարա առաջացած լինի, բայց առհասարակ, հա, այսինքն ինչ որ այտենց էքստրավագանտ ցանկությունը adekvat մարդու մոտ պետքա առաջացնի նաև այդ արգելափակման ինչ որ մեխանիզմներ, որ այո, գուցե լավ կլիներ, ինքը մեկը չի մտածել որ լավ չէր, ինքը լավ կլիներ ախպեր, սս գետը գար գույն դառնար, բայց պետքա միանգամից գային մյուս իրա ողջամիտ կտորը, ռոսի արա, բայց էսի շաքի ջրվեժ։ Չէ, բրատ, ասի, հա, ախպերս, էդի բոլորինն է, բրատ, դա բնությանն է, հələ հանգստացի են բուջուն մարդիկ էլի։ Բա որ այդ ձկները խույվոր են ախպեր, որ ջոգիր ֆռմա, ֆռմա կարմիր ախպեր։ Ձկներ արեն, որ արա, էս ինչ արա, էս ինչ ախպեր։ Էդի կարմիրը աղջիկներ, տղեն, ո՞ն։ Ադե աղջիկը պարզ չի։ Աղջիկը կարմիրն է, հա։ Հա, կապուտը տղեն։ Ձկները ջոգիր որ ասում են, այ քորա ջոգիր աղջիկը արա, ասենք։ Էդի պետք է ելնի, ուջուր է էլի, են ուջուր եսը։ Ես գիտեի տղա է բան։ Այս որ աղջիկն է, չգիտեք, երրորդ աղջիկն է ուժը ոնց որ չէ, ձկները ապա տենց վիճակի մեջ են։ Ինքը պետք է իրանք նենց նայում ձկներն է վերապրեն, բայց պետք է մեկը իրոք գլխի մեջ ասեր ապե։ Այդ նա իրանց մոտ նա նորմալ մարդու մոտ ոնց է։ Նորմալ մարդու մոտ դժվար խնդրահարույց իրավիճակներում ուսերի վրա հայտնվում է երկու պերսոնաժ։ Մի հատ դալբայոբ, որ ասում է արա,
ու մի հատ նորմալ մարդ աղբերս ցավը տանեմ, արա դու այդ տղեն չես։ Հիմա ցավոք մեր հասարակության մոտ շատերի մոտ հայտնում է երկու դալբայոբ, որտեղից մեկ ասում է բեր կարմիր գույնի ներկենք, այս մեկ ասում է վաղը։ Մի քիչ է մտածի։ Շաքի ջրվեժը ներկում են կարմիր գույնի, այդ նայ, էլի խնդիրներ ա եղել, չէ՞։ Կարծեմ հենց նույն Շաքի ջրվեժն էր, եթե չեմ սխալվում, որ սարքել էին կնոպկով։ Չգիտես բա։ Ոնց կարա ջրվեժը կնոպկով սարքել։ Բացատրում եմ, եթե չեմ սխալվում, հենց Շաքի ջրվեժն էր աղբերս։ Է բուլբուլակների նման։ Նայ ոնց էր եղել աղբեր, այդտեղ բան էին դրել, հիդրոէլեկտրակայան հեկ էին դրել, որը այդ ջրի ռեսուրսը բան էր անում, հա, սպառում էր, ու ինչ էին արել։ Ուրեմն տուրիստը ոնց է շուխուրը բարձրացավ։ Չինաստանից ինչ որ տուրիստներ եկել էին, գնացել էին այդ ջրվեժը նայելու, գնացել են տեսել են աղբեր, ջրվեժն անջտած է։ Զանգել էին տուդա սյուդա բան եմ ասում, աղբեր չկա, գնացել են ցամաք բան աղբեր, ասում են ջրվեժ, արասից չինացիք ասում են հորսարով մեր մոտ ջրվեժը սենց չի աղբեր, ջրվեժ բառում ջուր կա, չէ՞, ջրվեժ, ինքը քարվեժ չի, ջրվեժ է։ Հասկանում ես, զանգել են այդ տուդա սյուդա, գտել են այդ հեկի տիրոջը, տուրիստա եկե, հեսա միացնեմ։ Այդ անջտել են այդ հեկը այդ պլատինան բացել է, եթե չեմ սխալվում են Շաքին էր, եթե Շաքին չէր գուցե ուրիշ ջրվեժ էր, բայց այդ ջրվեժ կա։ Դիլեն կամ ջերմուկը 3 տեղ։ Չէ, ուրեմն Շաքին էր հաստատ։ Հիշում եմ աղբեր, որտեվ Սյունիքի մարզում էր, Շաքին էր, հա։ Մի խոսքով այդ տերը նոր միացրել էր ջրվեժ։ Անջիտովը միացնովի ջրվեժ է սարք։ Այսինքն հիմա հասկանում ես այն մարդը իր բանով, չէ, ինքը փող աշխատելու այդ բանով անջիտում միացնում էր ջրվեժը, տուրիստը գալիս էր, ասում էր անջիտացա։ Ժամը 6-ից հետո մի եկեք, ախր ջրվեժը չի աշխատում։ Հասկանում ես։ Փողով չէ սարքի կնո կոպեկը գցեր ջրվեժը մի քիչ գար, 1000 դրամ գցեր երկար։ Հարգանք չկա ոչ հանրության նկատմամբ։ Ու դու գոմես ով ինչ ուզում անումանա, էլի, այսինքն եթե մեկը կանա օրինակ ատոմակայանի այդ բաների երրորդ էներգաբլոկը ներկեր, ծուխը ներկեր, ասենք օրինակի համար կապուտ կամ կարմիր, ըտե կաներ։ Ու սա շատ պրոբլեմատիկ բան է, ժողովուրդ, ես անկեղծ եմ ասում, ես մեկ ապշում եմ պրոստը սենց բաներից։ Արա ոնց էլի, ես այդ մարդկանց չեմ մեղադրում իդեպ, այդ մարդիկ ընդհանուր միջավայրի զոհն են։ Ես նայեք, ես արի մեկը ինձ կանչեր, դա դες ինչ եմ մտածում, մեկը ինձ կանչեր, օրինակ ես ելնեի այդ հարսանիքներ, տես միջոցառումներ նկարահանող։ Կանչեր ասեր Սամսոնյան ջան, դու որպես լավ, ես կամերամենը ելնեի կամ կամերամենը չլնեի, ելնեի պրոդյուսերը թեմայի։ Այն անգամ մենք մի հատ տենց իրավիճակում էինք։ Ասենք ասեն, արի էս ինչը սենց անենք։ Ջրվեժում ենք, ասեի տղիկ, ես անկեղծ կգայի, բայց մի հատ ուզում եմ հանդիպեմ այդ մարդկանց, ասեի ժողովուրդ ջան, հասկանում եք, վատ ռեզոնանս է տալու։ Սա մեր вообще մեր մասին չի։ Բան չի օրինակ, երբ որ քեզ մեր ընկերը դիմեց, որ այդ ամուսնության առաջարկությունը սարքի, դու ինքդ հասկացար, որ լավ բան է, դաժե դու տվեցիր սաղ մտքերը, չէ՞, որը ոնց լինի, ինչ լինի, պրոդյուսինգը վերցիր քո վրա, ռեժիսորությունը վերցիր քո վրա եւ այլն եւ այլն։ Բայց պատկերացու գալիս էր Գարիկը, ասում էր ախպերես, ուզում եմ, արա դե Գարիկի վրա էլ չի լինի այդ օրինակը։ Ուզում եմ ջրվեժը կայնացնենք ախպեր, ջրվեժը կայնի վերևից մատանին իշտի, չէ, իր ասի ախպերես, այդ ջրվեժը, դու չասեիր ես կասեի, կարա կասեի Գարջան, լավ ջրվեժը ախպերս էդի սաղինն անգեր։ Ջրվեժը դա բնություն է, ջրվեժը դա բան է։ Ասենք լավ, ասենք սենց որ շարունակվի, ապա այս հասարակության համար մի օր ելնելու ենք, տենանք Մայր Հայաստանի այն բռնած թրի ծերից, ինչ որ մեկի կարմիր խնձորի պրոստինն է կախած, դրոնով բերել են, կախել են, որ սաղ աշխարհը տենա։ Ու նորմալ ալնելու, խի ախպեր, կարան դրուսը կախեն, տե չէ, թո Մայր Հայաստանի թրի վրից կախեն։ Հասկանում ես, մեկը կգա դրոնը կթրցնի, այդ պրոստինը սիրուն կգցի վրան, կիշնի ներքև կնկարեն, ծափ կտան, հետո այդ դրոնը այդ քամին կգցի, այդ բանը հրը ոնց կարելի է, էլի արա։ Ինչևէ, ես առաջարկ ունեմ այն մարդկանց համար, ես մենք անդադ մտածում ենք ինչ-որ կոմերցիոն գործունեություն ծավալենք, բայց չկա էլի մեջներից այդ ջիղը չկա, բայց ես անդադ մտածում եմ լավ տարբերակներ կա, մարդիկ նայ գնում են եկա ջրվեժն ներկում բան են անում, Ժորժը նայեք, օրինակ մի հատ օբշի կադր որ դնի աստղը, մենք ուրեմն ստե ունենք լույս, տեսնում եք, չէ, այստեղ, ուրեմն ունենք լույս, կադրովը ճիշտ եմ, չէ՞ չտալի, հա, ուրեմն կարմիր է հիմա այս լույսը, չէ՞։ Մենք տեսականորեն կարանք օրինակ, եթե դուք ունեք տենց բան, գենդեր փարթի տրամադրություն ու ընդդիմադիր կեցված, օրինակ կարանք մի բա անջատենք այս լույսը ու եթե աղջիկա կարմիր լույս խփենք, եթե տղա կապուտ լույս խփենք։ Մի բա կարանք կապուտով լանանք, մեզ ինչ ա եղել։ Կարմը չի աստեղ սարքես կապուտ լույս։ Հələ կարող է դի մի հատ կապույտ էսպայն։ Հələ մի հատ էսպայն Յանի տղա ծնվեց, կարող։ Կապուտ է հիմա։ Չէ, այ կապուտ է։ Կապուտ։ Պաժալստը տղա։ Հիմա աղջիկ։ Աղջիկ, հիմա արի աղջիկ սա։ Ահա, չէ, էսի կարմիր չի։ Էսի ֆիալետովի է։ Ահա։ Մի խոսքով կարան, դե չենք հələ չենք պատրաստվել, ոչինչ, մի։ Էս ֆիալետովի է այս գույնը։
Լավ, ինչ կա Թոմանային։ Okay, մենք նրա հետ բերեք, այս Վազգենի գաղափարը բռնեց։ Ախպերս, մի փողի դիվիժենի ենք անում, հիմա մի քիչ ֆիոլետովիլնի։ Всё, աղջիկա, Всё, աղջիկա։ Ասածս ինչն է, կարանք էլի տենց բաներ անենք, շատ մատչլի գներով հաստատ այդ եկա ջրվեժը ներկելը ավելի թանկ է ու պրոբլեմատիկ